Սիրելի հետևորդներս, ձեզ ասում եմ բարի լույս, տեսնում եք ինչ գեղեցիկ աշնանային օր ա բացվել, տեսնում եք ինչքան սիրուն օր ա բացվել, իմ ու ձեր համար երկինքը կապույտ, ամպերը սիրուն, տեսարանը էլ ավելի սիրուն, ծաղիկներ, անթառամ ու սիրուն ծաղիկներ, հոգիս համ ցնծում ամ, համ ուրախ ամ, համ էլ տխուր ամ, արդեն քանի տարի ահա, 18 տարիներ ի վեր, այսօրը իմ համար այս հենց սիրուն ա բացվում, այս ձևի բուրումնավետ ա բացվում, այս ձևի կապույտ ու սպիտակ ամպերով ա բացվում, քանի որ իմ կյանքում արդեն իսկ 18 տարի այս օրը յուրահատուկ տեղ, դեր ու նշանակություն ունի կոնկրետ համ իմ համար, համ էլ իմ կյանքում։ Սիրելի հետևորդներ ջան, այս խոսքից վրա էլ արևը բացվեց, ջան, արև ջան, դուս արի, ուրեմն ովքեր ինչ շուտվանից են հետևում, գիտեք, այսօր Նարեկիս ծնունդն ա, իմ ու ձեր սիրելի Նարեկիս։ Ինչքան ուզում ա, որ այսպես ասած կարոտս են շատ չխեղդի, բայց թե այն բառը, որ հեռու ես, արդեն իսկ կոկորդդ խեղդում ա, այն միտքը, որ հեռու ես, արդեն իսկ սիրտդ կծկվում ա ու կծկծում ա, որովհետև հորքուր ես ու հեռու, հորքուր ես ու հեռավոր հորքուր ես, այն որ հեռվից հեռու շնորհավորելու ծենկում ոչ մի ուրիշ բան չես կարողանա անես։ Ինձ այնքան լավ կհասկանան իմ նման հորքուրները, ովքեր հեռու են, բայց սրտով էլ շատ մոտ ենք, մեր մոտ ասել եմ, չէ, ավանդույթա, որ ասմա 12-ը զարկեց ու այդ ժամանակ մենք իրար շնորհավորում ենք աշխարհի լավ բաները կամենում իրար մաղթում ու Աստծուց էլ առաջնահերթ առողջություն խնդրում, աշխարհին էլ խաղաղություն։ Այդ երկու մեծ ու կարևորագույն նշանակություն ունեցող գործոնների հետևից որ հասնենք, կյանքում երևի թե կկարողանանք մեր տեղը գտնել ու գոյատևել։ Հիմա մի տեսակ տարիներն իրանն անում են, մի տեսակ տարիներն իրանց կոփում են, մեզ հասկացնում են էլի, որ ինչ է լինի, ոնց է լինի, կյանքի են դառը քամիները շատ ու շատ հայ ընտանիքների, այդ թվում նաև մերոնց տարել, հասցրել, ում Ռուսաստանում, Սփյուռք, բայց կարևորը հայ ենք, մեր երկիրը սիրող ենք, մի խոսքով։ Մեր յանը չմոռացող ազգ ենք, սիրելի հետևորդներ ջան, հիմա, երբ որ մտքով հետ եմ գնում 18 տարի առաջ, այնքան պայծառ էր այս օրը իմ համար, հիմա էլ, բայց այն առաջի զգացողությունը, այն առաջի Նարեկիս ճիչը, այն պահերը, որ ես ապրել եմ, երևի թե մինչև կյանքիս վերջ, այս պահին էլ նույնիսկ նույն ձևով զգում եմ, նույն ձևով վեր եմ ապրում, ինչքան ուզում եմ ունենաս քո սեփական եսը, քո սեփական բալեն, թանկ բալեն, բայց ես ասել եմ ու միշտ կասեմ, Նարեկս իմ կյանքում իմ են սև ու մութ տարիների առաջի լույսներ, առաջի կայծներ, առաջի սենց տաք ու ջերմացնող արևի շողներ, որ եկավ ու սրտիս մեջ բնակվեց տարիներ, քանի ես կամ
այդպես էլ կգնա, քանի ես ապրում եմ, այդպես էլ կգնա, որովհետև աղբոր բալամ, թեքու բալամ, սեփական տղա, շատ աննշան, որ հանկարծ մարդս էլի տարբերություն կդնես, չկա նման բան, չի էլ եղել նման բան, հուսամ չի էլ լինելու, սիրելի հետևորդներ ջան, որովհետև ոնց կարելի է ամեն դեպքում օյ մի տեսակ ինչքան ուզում ես չնեղվես, պահի տակ չթուլանաս, չարտասվես, բայց թե էլի կարոտ կոչված է այն ձևի բանա, որ ուզում ա տարին 3 անգամ էլ տեսնես կամ 2 կամ միևնույնն է, այսօր տեսար 2 օր հետո նորից կարոտում ես, կարոտն այդ ձևի բանա, որ սենց կրծում ա, վստահ եմ, այսօր շատերի սրտերը մա բուն դրած այդ կարոտը, երանի են մարդուն, որ ոչ կարոտի տեղը գիտի, ոչ ձևը գիտի, ոչ էլ իմաստնու միտքը գիտի, բայց մի տեսակ դժվարանում եմ հավատալ, որ կյանքում կլինեն նաև այդ ձևի մարդիկ, բայց երանի ենքան շատ լինեն, որ իմ նմաններս լինենք փոքրամասնություն, ինչև է, սիրելի հետևորդներ ջան, այսօր իմ ու ձեր շատ սիրելի Նարեկի ծննդյան օրն է, երևի թե արդեն չեմ հիշում, 3-րդ տարին է, որ 23, հա, 3-րդ տարին է, որ ոնց ասեմ, ես նկարահանել եմ, ցույց եմ տվել նաև իրանց, ես չեմ մոռանա այն պահերը, երբ որ ես գնացի ու ինչքան շատ դիտումներ ունեի, որովհետև իմ կողքին կար մի մեծ մարդկության բանակ, ովքեր հետևում էին ինձ ու այդ թվում նաև հետաքրքիր էր էլի, ովքեր են Անահիտի բարեկամները, ովքեր են այդքան շատ սիրված Նարեկը, Դավիթը, Ինգան, մի խոսքով իմ հարազատները ու արդեն 3-րդ տարին է, սիրելի հետևորդներս, որ փորձելու եմ մի քիչ ասեմ, խոսամ, ճիշտ է, մերոնք շատ աղբորոս արդեն հասցրած կլինեք ճանաչել, ինքը չի սիրում, որ սենց ստորակետ ու կոպիտ ասած ստորակետ ու վերջակետով տնես ասես, բայց գիտեմ շատերի դա հետաքրքրելու, որ ինչ անում Նարեկը, ծառայելու է թե ոչ, իհարկե ծառայելու է, բայց քանի որ սովորում է տարկետում հանելուց հետո արդեն իսկ ոնց մյուս հայ տղաները կամ տղաները, ովքեր իրանց պարտքը տալիս են հայրենիքին, նույնը նաև անելու է Նարեկը, այսքանով սահմանափակ ենք, շատ չծավալվեմ, որովհետև գիտեմ աղբորուս դուրը չի գալու, իսկ ես հարգում եմ իրա կարծիքը, բայց անտարբեր մնալով ու շրջանցելով էլ ճիշտ չէր լինի, քանի որ եթե ես հարգում եմ իմ ու իմ հարազատների կարծիքը, հարգելու եմ նաև ձեր կարծիքը ու գիտեմ, որ շատերի դա հետաքրքիր, թե քանի տարեկան դառավ Նարեկը, ինչով է զբաղվում Նարեկը, մարդը պարապ չի մնում, մարդն ունի իրան հետաքրքրող գործ, անելիք, բայց այդքանով սահմանափակվենք, որովհետև ավելորդ ոչինչ չեմ ուզում ասել, ռուսերեն մի լավ ասացված կա, չէ, ասում է շասցե լյուբիտ ծիշինու, եթե ճիշտ ասեցի, հայերեն էլ երջանկությունը լռություն է սիրում, ամեն առումներով դա կլինի անձնական, դա կլինի, չգիտեմ ոնց է լինի, այո, պետք է լուրումունջ երջանկանաս, լուրումունջ քո կյանքն ապրես, ինչ-որ մի էտապդ վերջացնես, հետո նոր արդեն բարձրաձայնես, իսկ մեր վլոգերների մոտ մի տեսակ դա չի ստացվում, որովհետև մարդիկ ասում են, դու պարտավոր ես, ոչ ոք քեզ չի ստիպել, դու ես քո կյանքը հանրայնացնել, ուրեմն այս կողմ, մի կողմից, այո, դուք էլ ունեք ձեր խոսքի մեջ ճիշտ մտքեր, բայց մի ուրիշ բանա խոսեմ ինձանից, մի ուրիշ բանա խոսեմ իմ հարազատներից, չէ որ իրանք էլ ունեն իրանց կարծիքն ու միտքը
ինչը որ ես շատ հարգում ու ընդունում ու տեղ եմ տալիս, սիրելի հետևորդներ ջան, ովքեր նոր են միացել Image-ին, սիրելի հետևորդներ ջան, ասեմ, որ Նարեկս իմ աղբորս թանկ բալենա, թանկ աղբորս թանկ բալենա, թանկ աղբորս թակավոր տղենա, ես որ սթորի եմ դնում կամ իր այդ մեկ խոսում եմ, ասում եմ ծնունդը շնորհավոր իմ թակավոր բալա, ինքն ամեն առումներով այդ արժանիքն ունի, այդ խոսքերի ինքնությունը կրելու պատիվն ունի, որովհետև ինքը համ խոսքով է լավ տղա, համ գործով, համ արարքով, համ մտքով, համ դաստիարակությունով, ամեն ինչով ինքը իմ համար իմ թակավոր բալենա։ Այնպես որ գիտեմ, շատերդ էլ սիրել եք, հասցրել եք, սիրել իրան, հասցրել եք, սիրել իրանց, ինչու մենակ իրան, շատերդ եք ձեր գեղեցիկ մեկնաբանությունները գրել, գովեստի խոսքերը գրել, լավ մտքեր կամեցել, վստահ եմ, որ հիմա էլ նույնը լինելու, ուղղակի մենք հայերս ունենք, չէ, սենց մի բան, որ ասում ենք ձեռում ես ճար չկա, ոչ մի բան անել ես չի գալիս, հիմա նույնը իմ հետ է, հորքուր եմ, հեռու եմ, հա, զանգել եմ, շնորհավորել եմ, ամենքս մեր չափով մեր նվերներն արել ենք, բայց ես չեմ սիրում բարձրաձայնել, որովհետև գիտեմ էլի աղբորս դուրը չի գալու, ուղղակի այս կարոտն է, որ սենց մտնում է սիրտդ ու հոգիդ ու դուս չի էլ գալիս, բայց մի տեսակ տարիները կոփեցին ինձ, հասկացրին, երեխեքը մեծանում են, թևավորվում են, այս աչքս բացեմ, փակեմ, բանակ կգնա, հետո ընտանիք կկազմի ու արդեն ինքն էլ կունենա իր ապրելու ձևը ու ես իմ սաղ կյանքում կմնամ հորքուր, ով իրան շատ սիրել է, ով իրան շատ սիրում է, ով իրան միշտ կսիրի իր առավելություններով, ինչու չէ նաև թերություններով, որովհետև ոչ մեկս էլ անթերի չենք։ Իսկ ընդհանուր առմամբ մի տեսակ տխուր եմ, որովհետև ձեռներս սենց արած նստում ես, այն որ կուզեի իրար հետ լնեինք, ամեն ինչ լավ լներ, հավեսով հավաքվեինք, միտեղ նշեինք ու սենց բաներ, բայց կյանքի պայմանները ուրիշ բան է թելադրում ու չենք կարողանում, որ երբեմն մեր սիրտն ու միտքը միասին արտահայտենք, սիրելի հետևորդներ ջան, քանի որ կյանքն է այդպիսին է, առավոտից արթնացել եմ, կոպիտ ասած ոչ մի բան անել ես չի գալիս, որովհետև հոգով ու մտքով ու սրտով մերոնց մոտ եմ, ճիշտ է, փառք Աստծո, գնում ենք, գալիս ենք, այս Viber, WhatsApp, իմո ստեղծողի բալեքն ապրեն, մի քիչ սենց ժողովրդական լեզվով ապրեմ, տեսազանգը միշտ էլ կա, ասեմ, ոչ թե ապրեմ, բայց կենթանի շփումն ուրիշ բան է, ուրիշ հաճույք է, այնպես որ իմ Նարեկ բալա, իմ թանկ բալա, իմ կյանքում լույս տվող բալա, ինչ ասեմ, ծնունդդ շնորհավոր, առաջին հերթին առողջ լնես, թող Աստված քեզ երկաթյա առողջություն տա, նպատակներիդ իրականություն տա, մտքիդ թռիչքին բարձր վերելք տա ու կյանքում միշտ հասնես քո նպատակներին, քո երազանքներին, որովհետև այսօր արդեն դու ոտք ես դրել կյանքի մի այնպիսի շրջան, որ դառել ես չափահաս, կարող ես տնօրինես քո կյանքը, քո խոսքը, քո գործը, քո միտքը, թեպետ և միշտ էլ, սիրելի հետևորդներ ջան, իմ Նարեկ բալեն դեռ փոքրուց էլ այդպես է եղել, որովհետև ստացել է
ճիշտ դաստիարակություն, լիարժեք ընտանիքում ու փառք Աստծո։ Մեր մեծերը կասեն, մի քիչ էլ մարդ պետքա մեջից ունենա, չէ, եւ մեջից է ունեցել, եւ փառք Աստծո աղբորս, ես երկու թևերը միշտ համ իրան հովանի ա եղել, համ էլ եկել իրան փաթաթվել ա ու տարել ճիշտ ուղու վրա ա դրել, որովհետեւ նորից եմ ասում, աղբեր ունեմ, աշխարհը չունի, ներողություն են մարդկանց, ում դուրը որ դա չի գալիս, բայց ես այդպիսին եմ, իմ մտքերն այնպիսին ա, ինչպիսին որ արտահայտում եմ ու չեմ կարող ուրիշ ձևով ներկայանալ, որովհետև ես մի մարդ եմ, ով սիրում ա ներկայանա հանրությանը ոնց կամ առանց ձևականությունների, առանց չգիտես ինչերի, այսօր կարող էի շպարվեմ, այս կողմ, են կողմ, բայց այս պահին աչքս դա չի գալիս, որովհետև համարեցի ավելորդություն, ես մի մարդ եմ, ով սիրում ա, սիրտս այս պահին թելադրեց, ներկայանամ սենց, կներկայանամ տենց, մի ուրիշ դեպքում միգուցե տրամադրությունս շատ բարձր լինի, փորձեմ, բայց այս պահին հիշում եմ դեռ 2007 թիվը հոկտեմբերի այսօրը այնքան լավ էր, այնքան երջանիկ էի, մի ուրիշ աշխարհում էի, մի ուրիշ երջանկություն էր ինձ պատել, մի ուրիշ համու հոտ էի զգացել, իդեպ ասեմ, երբ որ ծնվել ա Նարեկս, առաջինը ես եմ իրան տեսել, հենց անմիջապես ծնվելուց կես ժամ հետո, կես ժամն էլ շատ ասեցի, 10 րոպե հետո, հենց ես առաջինը իրան տեսել եմ, կյանքում չեմ մոռանա, իր այն սիրուն աչոները, այն սիրուն հայացքը, որ նոր աշխարհ էր եկել ու զարմացել, ասում էր, այս ուր եմ եկել, այս որտեղ եմ եկել, ու միշտ մեկ մտածում եմ, էլի, ասում եմ, ինչքան Աստված կարա մարդուն շնորհ տա, միտք տա, խելք տա, ուղղություն տա, ես մինչև մի որ հիշում եմ, թե ինչ բառերով, այն ինչ քնքշությունով սիրեցի Նարեկիս ու չէի պլանավորել, ընդամենը ինձ հետաքրքիր էր, ես մի հատ նայեմ Նարեկին ու վերջ, բայց ոչ լուսամուտից այս կողմ ու այն կողմ, այլև դեմ առ դեմ ու այն իր այն սիրուն աչոները, կյանքիս մեջ չեմ մոռանա այդ հայացքը, ուրիշ էր այդ հայացքը, անմոռանալի ու անբացատրելի էր այդ պահը իմ համար, այո, էլի սիրտս ցնծած, հոգիս էլ հետը ու հուզմունքից, իսկ մեկ ձայնս փոխվել ա, բայց թե ոչինչ, կանցնի, կարևորը թող աշխարհին խաղաղություն լինի ու մենք մարդիկս էլ առողջ լինենք, մնացածը բոլորը լուծելի հարցեր են, այն շատ տարիներ առաջ էր, որ իմ համար աներևույթ էր թվում, որ ես կգնամ, բայց փառք Աստծո իմ կյանքը եկավ այդ շրջանը, գնացինք, տեսանք, վայելեցինք, իրանք եկան, հլը դեռ էլի ենք գնալու, հլը դեռ ինչեր ենք անելու, փառք Աստծո, փառք Տիրոջը, շնորհակալ եմ քեզ Տեր ջան, իմ ամեն օրվա քայլի ժամի համար, ես որ մտքով հիշում եմ դեռ իրիկունից, հիշում եմ մեր ապրած պահերը, օրերը, րոպեներն ու ժամերը, շատ հավեսով ժամանակ ենք անցկացրել, թե Ռուսաստանում, թե որ Նարեկս եկավ, փառք Աստծո, ես էլ իմ հորքուրությունը լավից վատից արեցի, գնացինք Հայաստանի տեսարժան վայրերով մանեկանք, հավեսով ժամանակ անցկացրինք, մի խոսքով, շատ չմանրանամ, ասում եմ մի բան, եթե անում ես, պիտի անես ու մոռանաս, եթե արեցիր ու հիշեցիր, չանելուն հավասար է, կոնկրետ իմ համար տենց է, ես սիրում եմ, որ անեմ ու մոռանամ, կարևոր է, որ հոգուս խորքում
խղճիս առաջ, մտքիս առաջ, ինչու չէ նաև լեզվիս առաջ, մաքուր եմ, հանգիստ եմ, խաղաղ եմ, ես էլ իմ չափով եմ սիրել, պատվել, սիրելու եմ, պատվելու եմ իմ հարազատներին, հանձինս Նարեկիս, որ չի ասում հա հոգոր, վայ ասում, հոգորը մեռնի ջանի, դարա, ծոցի ասում այս արդեն մեծ ես, միևնույնն է իմ համար միշտ յուրահատուկ ես, միշտ ուրիշ ես, իմ ուրիշ աշխարհն է Նարեկը, իմ սև ու մութ տարիների առաջի լույսներ, ապրելու ստիմուլ տվողներ, այնքան հետաքրքիր էր այդ պահը իմ համար, այնքան հաճելի պահեր եմ ապրել Նարեկիս հետ, շատ, չափից շատ, այնպես որ սիրելի հետևորդներ ջան, լավից վատից դուք էլ եք հասցրել ճանաչել Նարեկիս, գիտեմ ասելու եք շնորհավոր, սիրուն, շարան, գեղեցիկ մտքեր եք գրելու, շռայլելու, նախապես բոլորից հետ շատ շնորհակալ եմ, Աստված առատապես օրհնի ձեզ էլ, մեզ էլ, բոլորիս էլ, սիրում եմ ձեզ, գրկում բոլորիդ, շնորհակալ եմ, որ հենց դուք եք իմ հետևորդները, վերջում էլ մի խնդրանք, եթե հավանում եք իմ տեսանյութերը, եթե ձեզ հետաքրքիր է իմ էջում, ապա բաժանորդագրվեք, ինչու չէ նաև լայքեք, որովհետև էջի ստատիստիկան ցույց է տալիս, չգիտես թե ինչի, ինձ ավելի շատ հետևում են չբաժանորդագրված հետևորդները, քան բաժանորդագրված, միգուցե չգիտեք, դրա համար փոքրիկ հուշում, եթե կուզեք, եթե ցանկությունը կա, բաժանորդագրվեք և լայքեք, ընդամենը մի լայք, բայց լայքը օգնում է, որ տեսանյութերը ավելի լավ տարածվեն ու մի խոսքով, համ ինձ լավ լինի, համ էլ ձեզ, դե ինձ սիրելի հետևորդներս, այս պահի համար այսքանը, դեռ երեկվանից մտքով ու հոգով Նարեկիս հետ եմ, մերոնց հետ եմ, բայց թե կյանքա, այդպիսին է, իմ նման հորքուրներ ցավոք սրտի շատ կլինեն, այդ է, հուսամ 20-ամյակը միասին կնշենք, հուսամ, տեսնենք, ոնց կլինի, մի խոսքով, կրկին անգամ շնորհակալ եմ ձեզանից, ձեր մարդ տեսակի համար, ձեր գրառումների, ձեր ուշադրության, ձեր վերաբերմունքի, ամեն լավ բանի համար, շնորհակալ եմ շատ, ձեզ ասում եմ առայժմ, կհանդիպենք օրվա վլոգում, պակա,